ֆինանսական համակարգը ոնց զարգացնենք ՀՀ-ում մեր երկրում։ Ֆինանսական համակարգը դիմացու մարդու մոտ կարծես միշտ համակարգություն անում, դա մարդու մոտ ընդհանրապես իր անօթային համակարգն է։ Մարդիկ շատերը ֆինանսները շփոթում են փողի հետ, դրա մեջ, չէ՞։ Ահա։ Չէ, ֆինանսական համակարգը դա դրամի մասը չի, դա այդ անօթային համակարգն է, որով անցնում է փողը եւ մնացած տեսակի արդեն պարտավորությունները, ասենք ասենք։ Հա։ Այդ իրապես կանալներն է, էլի անցման։ Բարդ համակարգ է։ Բայց հիմնականը դա առաջինը կարելի ասել դա բանկային համակարգն է, բայց զարգացած ֆինանսական համակարգը պետք է ունենա զարգացած բորսային համակարգ, պետք է ունենա բարձրացած ապահովագրական համակարգ, մասնավոր, պետք է ունենա տարբեր տեսակի վարկային զարգացած միջնորդական նույնպես կառույցներ։ Հայաստանում ֆինանսական համակարգը բնականաբար զարգացած չի, բայց կիսազարգացած տնտեսության մեջ ոնց կարող է զարգացած ֆինանսական համակարգը լինի մեկին։ Բայց ֆինանսական համակարգը զարգացնելու համար պետք է ծրագիր ունենալ։ Հենց այնպես ինքը իրան չի զարգանաց ցիխին։ Չէ, ասենք թե պետք է հասկանալ ինչպես անել, որ Հայաստանում արժեթղթերի շուկա ասենք ձևավորվի։ Պետվել են լեհերին բորսան։ Տվել են բորսան։ Բորսան դա տեղ է, որտեղ կարող են առնողներն ու վաճառողները գալ գրանցվել ու կատարել գործը։ Դա հարցը մենակ դա չի։ Հարցը անում է թե այդ առնողները ու վաճառողները կան։ Օրինակ մենք ինչ հայկական արժեթղթեր ունենք, որ վաճառվում է բորսայում։ Կարելի է բացի պետական պարտատոմսերից, մեկ էլ ասենք որոշ մեծ հիմնարկների պարտատոմսերից։ Ոչ բան։ Մենք ունենք ասենք բաժնետոմսեր։ Մեր տնտեսության մեջ կան մեծ հիմնարկներ, որ բաժնետոմսերն են, որ մարդիկ մեծ հաճույքով կգնեն, հետո կվաճառեն բորսայում։ Չկասկով չկա, հետամնաց բան է ինչ-որ։ Անկապ բան է։ Նշանակում է ֆոնդային բորսա, ֆոնդային կապիտալ չունենք այդպես ասած։ Ֆոնդային շուկա նորմալ չունենք։ Մենք նույնիսկ խնայողական սերտիֆիկատներ չունենք։ Խնայողական սերտիֆիկատներ։ Ինչի համար։ Ասենք երբ որ դու գումարը դնում ես ավանդ, ասենք մի տարով, բայց քեզ 3 ամիս հետո փող ապետքում դու քո տոկոսներից կորցնում ես, երբ որ գնում ես համոց։ Իսկ դու խնայողական սերտիֆիկատ ստանաս դրա դիմաց, դու կդառնա կվաճառես ֆոնդային բորսայում։ Քո տոկոսները չի կորի։ Դու այդ 3 ամսվա տոկոսներից կարող ես հետ բերել։ Եվ կարող է նրա գինը բարձրանա այդ պահին տոկոսադրույքների շուկայի վիճակից ելնելով, դու ավելի շատ տոկոս աշխատես։ Այսինքն չկա այդ ճկունությունը։ Հա։ Մեր մոտ մի քիչ շատ կոնսերվատիվ է բանկային համակարգն աշխատում, ելի կիսասոցիալիստական հիմունքներով աշխատում։ Ինքը փող բաշխող հիմնարկ է, ոչ թե խթանող է տնտեսության զարգացման, այլ փողը բաշխող է։ Եղած փողը բաշխելու նպատակ է հետապնդում, վերաբաշխման։ Այսինքն ոնց է սովետի վաղտում ոնց են բանկերը աշխատում։ Բանկերը փող բաշխող էին։ Վերևից հրամանը գալիս էր ու ինչքան փող տալ, իրանք այդ փողը բաշխում էին իրենց վերև։ Դա ոչ մի բանը վերջնական շուկայական չի հնարել Հայաստանում։ Շուկայական էկոնոմիկային, այսպես զարգացած կապիտալիստական շուկայական էկոնոմիկան չի համապատասխանում։ Նույնն է կադրային մակարդակն այդպես է, նույնն է կրթական մակարդակն այդպես։ Ամեն ինչը այդպես հետամնացա։ Դրա համար պետք է լուրջ մեծ ծրագիր։ Բոլոր ոլորտներով հանդերձ ու այդ էներգետիկ էֆեկտով շարժվել առաջ։ Բայց առանց օգնության արևմուտքի մենք չենք կարող դա կառուցենք։ Մենք կմնանք միշտ ջիվան վիճակում։ Առանց ինտեգրվելու արևմուտքի օգնության, իրանք այդ ճանապարհն անցնեն, առանց իրենց տեխնոլոգիաների, թե բիզնեսի, թե ֆինանսների, թե արտադրական, առանց թե կրթության մեջ, առանց փորձի, նորանանք հա, փորձի տեխնոլոգիաների, 2-3 տարվա փորձ, առանց իրանց օգնության մենք արագ շարժվել առաջ չենք գնա։ Շատ երկար ժամանակ բաժի մեզանից, բայց մենք չունենք այդ երկար ժամանակը, որտեղ գոյատևման խնդիր է։ Եթե մենք հիմա արագ տարեկան երկրի աճ չունենանք, չապահովենք,
մի 15-20 տարում մեր հնա 10 անգամ չավելանա, մենք որպես պետություն շատ կարևոր պետություն կմնանք։ Դաժե հողի քանակը չի կարևոր։ Ասենք Լիխտենշտայնն է փոքր հողատարածքով, Լյուքսեմբուրգն է փոքր հողատարածքով։ Դա լուրջ երկրներ։ Բայց ֆինանսական։ ասենք Իսրայելը 20,000 քառակուսի մետր է, Հայաստանը համարյա 29,000։ Իսրայելը մենակ 60 միլիարդ բան ունի, ռազմական բյուջե ունի, չէ՞։ Իհարկե, Իսրայելի հնա 500 միլիարդ չի։ Իսրայելը արդեն 600 միլիարդ 600 միլիարդ դոլար։ Մերը 26, այսինքն մեզանից 25 անգամ ավելի համարյա։ Բնակչությունով է իրանք մեզանից բան են, չէ՞, այնտեղ 7 միլիոն է, չէ՞ ապրում։ Դե հնա որ աճում է բնակչությունը կար աճ։ 2.5 Իրարից ինչ-որ դեպքում կապվում այդ։ Քանի միլիոն է ապրում Իսրայելում։ 10 միլիոն թե 7։ Չէ, չէ։ Մի 6 միլիոն չէ։ Այսինքն 2.5 անգամ մեզանից շատ է, բայց այսինքն 13-14 անգամ հնան շատ է մեզանից։ Ну 10-ից 14 ամեն դեպքում Հասկանու՞մ ես, տարածքը չի մենակ հարցը։ Մենի անապատ երկիր է միջորոց Իսրայել։ Հա, անապատի է։ Անապատ ջուրե չունեն։ Իսկ ծրագրով են, մարդիկ ծրագրեր են անում, աշխատում են ծրագրերով։ Թիմ է, այսինքն երկիր թիմ։ Դե հիմա թիմը ինչ դե գաղափարախոսություն ունեն, ազգը համախմբված է։ Իհարկե։ Հա, այդ Ռոբոտի պես է։ Ճիշտ է, ներքին կոնկուրենցիա կա, դեմոկրատիա կա, տարբեր կարծիքներ կան, բայց գլխավոր նպատակների շուրջ համախմբված է ազգը։ Հա։ Հասկանու՞մ ես, մենք չունենք այդ համախմբվածությունը։ Մենք մասնատված ազգ։ Պաղեստինի դրոշներով չեն մենք մանգալ Իսրայելում, մասնատված ենք ռուսական հայերի, ամերիկյան հայերի, Իսրայելի հայերը Պաղեստինի դրոշով են մանգալ Իսրայելում, Երուսաղեմում, ո՞նց են մասնատված ենք, մենք չունենք այդ հանրագաղափարություն։ Ահա։ Մենք չգիտենք մեր քաղաքակրթական օրիենտացիան որն է, մենք առաջին դրանից ենք գաղափարախոսության խնդրում։